Թվիթերում ահաբեկիչների այս գրությունն ու ավիավթարի կասկածելի տեսանյութը ի սկզբանե որևէ մեկը լուրջ չընդունեց։ Իսլամական պետության Սինայի մասնաճյուղը շտապեց իրեն վերագրել ռուսական օդանավի կործանումը։ Սա սպասելի էր, քանի որ զինյալները այդպիսով կարող էին ֆինանսական, ռազմական ու քաղաքական աջակցություն ակնկալել ահաբեկչական ավելի մեծ խմբերից։ Եգիպտոսի նախագահը ահաբեկչության վարկածը հերքում է պաշտոնապես։ Սա քարոզչական հայտարարություն է։ Իսլամական պետության կողմից օդանավը խոցելու վերաբերյալ տեղեկությունը տարածաշրջանն ապակայունացնելու նպատակ է հետապնդում։ Ողբերգությունից մի քանի օր առաջ կործանված օդանավի ղեկին եղած Կոգալիմ ավիաընկերության փոխտնօրեն օդաչու Ալեքսանդր Սմիրնովը հերքում է ամենատարածված տեխնիկական անսարքության վարկածը։ Ես ինքս հոկտեմբերին մի քանի անգամ անձամբ ղեկավարել եմ այս օդանավը։ Հավատացեք, որևէ խնդիր չի եղել։ Ահաբեկչությունն ու տեխնիկական անսարքությունը բացառելու դեպքում վթարի որևէ հասկանալի պատճառ այլևս չի մնում։ Դիերի դուրսբերմանն ու Ռուսաստան տեղափոխմանը զուգահեռ հայտնվում են հայտնի ու անհայտ աղբյուրներ, որոնք տարածում են միմյանց հակասող վարկածներ։ Ամերիկյան հետազոտական Stratfor ընկերությունը վերլուծելով գոյություն ունեցող տեղեկությունը ամենահավանական վարկած է համարում պայթյունն օդանավում։ Դրա օգտին է խոսում նաև անանուն աղբյուրի տարածած տեղեկությունը, թե դեպքի վայրում հայտնաբերվել են օդանավի հետ կապ չունեցող դետալներ։ Բացի այդ, տեղեկություն է տարածվել, թե կործանումից վայրկյաններ առաջ օդաչուների խոսակցության ձայնագրությունում լսվել են սովորական թռիչքին ոչ բնորոշ ձայներ, բայց օդաչուները խնդրի մասին չեն հայտնել, թռիչքից առաջ եւ ընթացքում որևէ բողոք չի եղել։ Հնարավոր բոլոր վարկածները պաշտոնապես չեն հաստատվում, քանի դեռ քննություն ընթացքի մեջ է։ Այս պահին ընթանում է սև արկղերի ուսումնասիրությունը։ Պետք է ամեն ինչ անել իրականությունն ամբողջությամբ պարզելու համար, որպեսզի համարժեք արձագանքենք տեղի ունեցածին։ Իսկ մինչև այդ եվրոպական խոշոր ավիաընկերությունները փոխում են թռիչքուղիները ու ապահովության համար շրջանցում Սինայի թերակղզին։ Դավիթ Սարգսյան, ժամը լրատվական։